Քննարկման եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկում է 13 միլիարդ դրամի չափով վերաբաշխում կատարել ընդհանուր 58 կիլոմետր ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համար։ Ցանկը ներկայացված է պարոն վարչապետ, այստեղ ներկայացված են նաև տեխնիկական հսկողության, ինչպես նաև արդեն ավարտված աշխատանքների 5%-ի վճարման հետ կապված ամբողջ ինֆորմացիան, ինչպես ասեցի, ընդհանուր 58 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը, որից միջպետական նշանակության 1 կիլոմետր է, հանրապետական նշանակության 27, մարզային նշանակության 30 կիլոմետր եւ 3 տրանսպորտային հանգույցներ կան նախագծում ներառված, ցանկը ներկայացված է, խնդրում եմ հաստատել։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, թվարկեմ այն ծրագրերը, որոնց ֆինանսավորումն ենք ապահովում այս որոշմամբ։ Առաջինը Գյումրի քաղաքի վերջնամասից դեպի Հայաստանի պետական սահման տանող ավտոճանապարհի 0.9 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, որը կավարտվի 2026 թվականին։ Հաջորդը Կոտայքի մարզում վերին պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովի եւ Աբովյան տանող ավտոճանապարհի ավելի քան 5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, որը էլի 2026 թվականին կավարտվի։ Երևանից դեպի Գառնի տանող ավտոճանապարհի 16.7 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, բացառությամբ Սողանքային տեղամասի, որը էլի կավարտվի 2026 թվականի։ Վեդի բնակավայրով անցնող ավտոճանապարհի 3.8 կիլոմետր հատվածի հիմնանորոգում Արարատի մարզ, որը էլի կավարտվի 2026 թվականին։ Արմավիրի մարզում Նորապատից դեպի Վարդանաշեն տանող ավտոճանապարհի 10 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, որը կավարտվի 2026 թվականին։ Այս ճանապարհը սկսել է արդեն շինարարությունը։ Պարոն վարչապետ, ամբողջ ցանկը բացառությամբ 3 ճանապարհների արդեն սկսվել են։ Ես այդ 3 ճանապարհները Վարդանաշենից նամակներ հաճախ էին գրում մարդիկ, հիմա արդեն տեղում սկսել է։ Բոլորը, պարոն վարչապետ, բացառությամբ H8-ից Մրգավետ տանող, Մրգավետից Արևշատ տանող եւ Վերին Արտաշատից Այգեպատ տանող, դրանք էլ առաջիկայում կսկսվեն ու կավարտվեն 26 թվականին։ Ամբողջը 3 աշխատանք էլ արդեն ավարտվել է 26-ին։ Շիրակի մարզում Հոռոմ բնակավայր տանող ավտոճանապարհի 4 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, որը կավարտվի 2026 թվականին, Դսեղից դեպի Մարց տանող ավտոճանապարհի 6.2 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում, ավարտելի 26 թվականին է նախատեսված, Սևանից Ծաղկունք եւ Զովաբեր տանող ավտոճանապարհի 17.2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, որի ավարտելի նախատեսված է 2026 թվականին, Գանձաքարից Իծաքար տանող ավտոճանապարհի 35 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, որը ավարտված է, նույնպես դեպքում հիմնանորոգում ասելը մի քիչ մեղմ է, որովհետև ասֆալտ չի եղել երբեք եւ ասֆալտ արված է եւ նախորդ այցերից մեկի ընթացքում մենք այդ ճանապարհով անցանք, ու այնտեղ ես 1-2 շատ փոքր դիտարկում կար ճանապարհի հետ կապված, ասել եմ այդ դիտարկումները եւ կարեւոր է արձանագրել նաեւ, որ արդեն սկսվել են Գանձաքարից, այսինքն այդ ճանապարհը Բերդ խոշորացված համայնքի Ծաքար բնակավայրով գալիս է, մտնում է Իջևան խոշորացված համայնքի Գանձաքար բնակավայր։ Հիմա Գանձաքար բնակավայրից, որպեսզի շարունակվի, Իջևան է մտնում եւ կապվում է Մայրուղուն, դեպի Մայրուղի տանող 2 ճանապարհ կա։ Ճանապարհներից մեկը ընդհանրապես անցանելի չէր գործնականում, եւ ես անցնելիս տեսա ժամանակի խնդիր ունեինք, այդտեղ կանգ չեն կարել, արդեն Գանձաքարից Իջևան վերևի ճանապարհը, երկրորդ ճանապարհը նորոգվում է եւ շարունակություններն էլ կարեւոր է, որ նորոգված են, միջև Մայրուղի հասնելը նորոգված են եւ գործող ճանապարհն էլ առաջիկայում պետք է նայենք, որպեսզի իհարկե ծանրաբեռնվածություններին համապատասխան։ Գործող ճանապարհի հետ կապված ունենք պլաններ, համեցեք պարոն Ղոդմյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, ուղղակի ուզում եի նշեմ, որ Գանձաքարից Այգեստան տանող փողոց ամբողջությամբ ավարտված է, մնում է գծանշման աշխատանքները։ Ավարտվել է արդեն։ Ամբողջությամբ ավարտված, այո։ Գծանշման աշխատանքներն են մնում։
Շատ լավ, ավելի լավ որ ավարտվել է։ Այսինքն այդ նոր ճանապարհը ամբողջությամբ իսկ ներքևի հին դրանից առաջ գործող ճանապարհի հետ չանց վատ վիճակում չի ճանապարհը, այսինքն ինքը նորմալ անցանելի վիճակում է, բայց այնուամենայնիվ այդքան արել ենք, մի հատ կարելի է նայել, համեցեք։ Պարոն վարչապետ, անցանելի վիճակում է, այնտեղ որտեղ նորոգման անհրաժեշտություն կա փոքր հատվածներով կիրականացվի, ասեմ, որ երկրորդ կամուրջն էլ արդեն պատվիրել են գործընկերներից, առաջիկայում կան բանի Հախումի կամուրջի երկրորդ զուգահեռ կամուրջը ձեր հանձնարարությամբ տեսակ մենք այնտեղ հիմքերը ամբողջությամբ երկու կամուրջի համար ենք սարքել, տեղադրել ենք մեկը եւ արդեն երկրորդը պատվիրել ենք Հայաստան հասնելուն պես էլի այս տարի ամռանը մինչև աշուն ավարտած կլինի կարծում եմ մաքսիմում աշնանսկիզբ ավարտած խորհուրդ եմ տալիս բոլորին որ այդ ճանապարհով անպայման անցնեն եւ արձակուրդները օգտագործեն նաեւ առաջիկա որպեսզի դեպի Բերդ իհարկե նաև ճամբարակից դեպի Բերդ, որովհետև նրանք ովքեր չգիտեմ, ասել եմ, որ Երևանից դեպի Բերդ խոշորացված համենք տանող ամենակարճ ճանապարհը Երևան ճամբարակ Թթուջուր Նավուր ճանապարհով անցնում, որ էլի գեղատեսիլ վայրերով են, ներդրողների ուշադրությունը հրավիրում եմ թե Գանձակարի Ծակարի վրա, թե Թթուջուր Նավուրի վրա Եվ մեր խնդիրն էլ պարոն Խաչատրյանն է, որ ներդրումները մեր տրամաբանության ներդրումային ծրագրերի ձևաչափով քննարկելը շատ օգտակար կլինի, որովհետև փաթեթով նաև այնտեղ որտեղ հողերի նպատակային նշանակության փոփոխության հարց ունենք, այդ հարցն էլ լուծենք։ Եվ Նավորի մրցույթը եղավ։ Հաջորդ օրը պարոն վարչապետ։ Բայց հաղթող կար, թե դեռ չէ։ Ամփոփման փուլում պետք է լինի, կարծում եմ մոտ օրերս արդեն ամփոփելու բանում կլինենք։ Հաջորդ օրը հայտարարվել է մրցույթը։ Շատ լավ։ Հաջորդիվ Արագածոտնի մարզի Մուղնի Օհանավան ճանապարհի 5.3 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, որը ավարտված է Տավուշի մարզում Բերդից Արծվաբերդ եւ Չինարի տանող 9.2 կիլոմետր ճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգում, որը ավարտված է Արագածոտնի մարզում M1 ճանապարհ ու ջանին կապող 3.5 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, որը կավարտվի 2026 թվականին։ Սա քանի որ փոխվել է ճանապարհի ծրագիծը, հիմա մենք ուջանի համար եղած այն հին ճանապարհի ուղղությամբ նաև այդ ճանապարհը հիմնանորոգում ենք, շատ լավ։ Էլի այս տարի կավարտվի։ Հաջորդելի Արագածոտնի մարզում դեպի Մայլեր լեռնային հանգստավայր տանող 3 կիլոմետր ավտոճանապարհի կառուցում, էլի 2026 թվականին կավարտվի, սա էլ է կարևոր նախագիծ, որովհետև ես չեմ եղել, բայց գիտեմ, որ դեպի այս ուղղությամբ հոսքերը գնալով մեծանում են, ընդ որում նաև զբոսաշրջային հոսքերը, եւ ես ուզում եմ հարգելի գործընկերներ, քանի որ զբոսաշրջային հոսքերին անդրադարձ ունեցանք, զարմանալի բաներ են տեղի ունենում այս առումով, որովհետեւ 2026 թվականի ապրիլին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա ապրիլի համեմատությամբ 39% աճ ունեցել, 39%, պատկերացնում եք, եւ հունվար-ապրիլին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ 34% աճ ունեցել։ Ես մի քանի անգամ հարցրել եմ, ճիշտ է, այս թիվը համոզված ենք, որ տենց է։ Էլ չհարցնեմ երևի, որովհետեւ մի քանի անգամ հարցրել եմ։ Համեցեք։ Շնորհակալություն պարոն վարչապետ, ցույց տվեք մեկնաբանել։ Նախ տվյալները ստանում ենք սահմանահատումներից, այսինքն դրանք շատ հստակ են մեր կարծիքով, քանի որ չեն կարող մարդիկ առանց այդ մեխանիզմի անցնել Հայաստանից դուրս գալ, իսկ ինչպես ենք հաշվում զբոսաշրջիկին, այն նույն տրամաբանությամբ ինչ որ ողջ աշխարհում։ Այո, եթե հնարավոր է, օրինակ կա դեպք, երբ որ օրինակ բերեմ, կա վարորդ, որ 2 օր անցկացնում է Հայաստանում եւ ինքը այս տրամաբանությամբ կարող է համարվել զբոսաշրջիկ, բայց ամբողջ աշխարհում էլ այդ նույն տրամաբանությամբ իրենք հաշվվում են, որովհետեւ եթե որևէ երկրում իրենք Ներեք, եթե վարորդը բեռնատարի վարորդ է, այդ ավելի ծավալուն բանանշանակում քան ուղղակի զբոսաշրջային այցը, որովհետեւ այդ նշանակում որ ինքը բեռ կամ բերել է կամ տանում է, հակառակ դեպքում
Շատ լավ, այսինքն մեթոդաբանության մենք մեր մեթոդաբանության փոփոխություն չունենք եւ աշխարհի ամեն դեպս աշխարհի ստանդարտով ենք փոխում։ Այո, եւ ունենք նաեւ մի կարեւոր բան, դիվերսիֆիկացիա որոշակի չափով նկատվում է, պարոն վարչապետ, եթե թույլ տաք ներկայացնեմ վիճակագրություն, օրինակ, եթե 2023 թվականին մեր ընդհանուր զբոսաշրջիկների մեջ Ռուսաստանի Դաշնությունից եկողները այս նույն ժամանակահատվածում հունվար-ապրիլ եղել են 52%-ը, ապա հիմա 36%։ Եթե 2024-ին 42 էր, հիմա 36, այսինքն մեկ երկրի մասնաբաժինը ավելի քան 50%-ից արդեն մոտեցել է 1/3-ին, ինչը ընդ որում Չէ, բայց նաև կարևոր է արձանագրել, իսկ հենց Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թվի աճել ունենք, չէ՞, ինքը Իրանում։ Այո, եւ այսինքն տեսակարար կշիռը նվազում է, բայց բացարձակ թիվը ավելանում է եւ մենք իհարկե բոլոր երկրներից եկող զբոսաշրջիկներին մեծ ուրախությամբ սպասում ենք։ Միանշանակ ես ուզում եմ նաև օրինակ նշել, որ անցած տարի էլ ենք Ռուսաստանի դեպքում եղել 36%, բայց եթե անցած տարի 183700 է եղել թիվը, այս տարի արդեն 245178, այսինքն նույն 36%-ն ենք մենք պահպանել, բայց ընդհանուր հոսքերը ավելացել են, որովհետև կներեք, այդ առիթով ասեմ, որ իմ մասնավորապես Instagram-ի եւ TikTok-ի հետևորդ ռուսաստանցիները այդ մեկնաբանություններում բազմաթիվ մարդիկ խոստացել են, որ անպայման այս տարի այցելելու են Հայաստան, փաստորեն իրականացնում են այդ իրանց խոստումը նաեւ իրանք։ Ինչի համար շնորհակալ եմ իհարկե։ Անպայման շնորհակալություն պարոն վարչապետ եւ նշեմ, որ ավելացել են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության դաշնությունից եկող, այլ նաեւ Հնդկաստան, Իտալիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Չինաստան, Գերմանիա, Ուկրաինա, Իրան, Վրաստան, այսինքն մենք աշխարհագրությունը բավականին լայն է, ավելացել է եւ եթե օրինակ տարիներ առաջ, ասենք 2019 թվականին Իտալիայից եկող զբոսաշրջիկների թիվը մեր ընդհանուր զբոսաշրջիկների մեջ 0.4%-ն էր, հիմա արդեն ավելի քան 1%-ը։ Դեռ մեծ չէ, բայց 3 անգամ եւ բացարձակ թվերով շատ ավելի բարձր։ Օրինակ 2000-ը, ասենք 8000 է դարձել մի դեպքում, չգիտեմ, մեկ այլ երկրի դեպքում 3000-ը 9000 կամ 10000։ Եվ սրա հաշվին աշխարհագրությունը որոշակի փոխվել է, միայն 2023 թվականն է, որ համեմատաբար Ռուսաստանի Դաշնության հետ եթե համատում ենք, բացարձակ թվով պակասել են 23 թվականին, հիշում ենք, այնտեղ շատ մեծ հոսք եղավ մի կարճ շրջան, հետո մի մասը, մի ահագին մասը մինչև հիմա էլ մնացել են, այսինքն Շատ լավ։ Ես ուրախությամբ եմ արձանագրում նաև, որ Վրաստանից զբոսաշրջիկների հոսքերի աճ կա, ինչը շատ ուրախալի է, եւ իհարկե նաև հույս ունենք եւ համոզված եմ, որ Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը մենք տարվա արդյունքներով 2023 թվականի արդյունքներին հաստատ կգերազանցենք, որովհետեւ ըստ էության այս թվերը նշանակում են, որ այս պահին մենք զբոսաշրջային բում ունենք, եւ երկրորդը, որ այդ բումը շարունակվելու է եւ աճելու է, որովհետեւ դրա համար կան բոլոր նախադրյալները եւ սա շատ լավ լուր է եւ հույս ունեմ, որ զբոսաշրջային ոլորտի մեր ներկայացուցիչները, մեր հարգելի գործարարները, այդ թվում մարզերի շատ ուշադիր կլինեն այս վիճակագրության նկատմամբ, որովհետև ի վերջո այս ամենը դրամական հոսքեր են եւ մեր հարգելի եւ սիրելի գործարարները իրենք պիտի ջանք գործադրեն, որպեսզի այդ հոսքերից իրենց ճիշտ եւ արդար մասնաբաժինը ստանան, իսկ դա իհարկե կապված է բիզնեսի որակի հետ, մարքեթինգի հետ եւ այլն եւ այսպես շարունակ։ Այո, եւ Վրաստանի դեպքում նորից թվեր նշեմ, պարոն վարչապետ, դուք նշեցիք համեմատության համար շուրջ 69019-ին, անցած տարի շուրջ 76000, այս տարի արդեն ավելի քան 93000։ Այսինքն այս տարվա 4 ամիսներ։ Հա, 4 ամիսներ։ Ինձ թվաց թե տարեկան։ Հունվար-ապրիլներն եմ համեմատում։ Շատ լավ, ամեն դեպքում շատ էական է աճը, ինչը շատ ուրախալի է։ Համեցեք Տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես ուղղակի ուզում եի նշել, որ զբոսաշրջիկների այցելությունները ակնհայտ երևում են նաև մեր մշակութային օրինակ հուշարձաններ այցելություններով եւ
մայիսի այս սկզբի օրերին, ապրիլի վերջին մենք ըստ էության չհաշված կազմակերպված տուրերը, որոնք զբոսաշրջային ընկերությունները առանձին փաթեթով տոմսեր են գնում, անհատական տոմսերով մենք օրինակ Գառնիում ունեցել ենք 2-ից 3000 այցելություն միայն անհատական տոմսերի մակարդակում, եւ քանի որ հիմա էլեկտրոնային տոմսային համակարգ է գործում, ըստ էության մենք կարողանում ենք ամենօրյա ռեժիմով հետևել եւ կարող եմ փաստել, որ իսկապես այս այցելությունների մակարդակը էապես բարձրացել է եւ դա մեր մշակութային վայրերի այցելություններով նաեւ հստակ արտացոլվում է։